Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա ընդ որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին։ Հայաստանի ներքին լեգիտիմությունը ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ նոր սահմանադրություն, իսկ նոր սահմանադրության հանրաքվեն պետք է տեղի ունենա 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսօր հազարավոր պետական ծառայողների առջև ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Մոտ մեկ ժամանոց ելույթի մեծ մասը նվիրելով արտաքին ու ներքին լեգիտիմության կարևորությանը, վարչապետ Փաշինյանը կրկին պնդեց, որ Հայաստանի քաղաքացիները օտարություն են զգում գործող սահմանադրության եւ օրենքների նկատմամբ, քանի որ 1995 թվականից եւ դրանից հետո քաղաքացին չի ունեցել զգացողություն, որ սահմանադրությունը բխում է իր կամքից։ Սահմանադրական հանրաքվեների կասկածելի լինելու համոզմունքը ըստ Փաշինյանի ավելի ուժեղ է եղել, քան վստահությունը հանրաքվեի պաշտոնական արդյունքների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը կարևոր համարեց, որ սահմանադրական նոր հանրաքվեն լինի ժողովրդավարական իրական գործընթաց, որտեղ պայքար է գնալու ամեն քաղաքացու աջակցության համար, ամեն ձայնի համար մղվող իրական քարոզարշավը քաղաքացիներին իմացություն է հաղորդելու սահմանադրության նախագծի մասին։ Փաշինյանն ի դեպ իր ելույթում չանդրադարձավ նոր սահմանադրության նախագծից անկախության հռչակագիրը եւ դրանում ամրագրված Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը հանելու իր մտադրության մասին, այլ խոսեց պետության հարատեւության համար անհրաժեշտ աերոդինամիկայից։ Սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու պահանջը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է։ Ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական եւ պետական վարդապետություն, եւ ինչպես նոր կտակարանում է ասվում, նոր գինին, նոր տիկերի մեջ։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի նաեւ մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, եւ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ եւ միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում՝ ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանապ։ Փաշինյանը կարևորեց, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա հենց 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի այդ ընտրությունները մասնակից ուժերի համար դառնան հնարավորություն նոր սահմանադրության շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Հենց սրա համար է կարևոր, որ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքը ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ։ Իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում։ Ներքին լեգիտիմությունն ամրապնդելու նպատակով նոր սահմանադրության ընդունման կարևորումից բացի հազարավոր պետական ծառայողների առջև ունեցած ելույթում Փաշինյանը խոսեց նաև արտաքին հարաբերությունների լեգիտիմության մասին, պնդելով, որ դա բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից եւ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրից։ Ընդունելով, որ լեգիտիմությունը չի լուծում բոլոր խնդիրները, չի երաշխավորում անվտանգությունը, Փաշինյանը պնդեց, որ այն անվտանգության ավելի բարձր, իսկ խոցելիության ավելի ցածր մակարդակ է ապահովում։ Ցույց տալու համար, թե ինչպես է լեգիտիմությունը լուծում արտաքին անվտանգության հետ կապված խնդիրը, Փաշինյանը օրինակ բերեց զենքի գնման հետ կապված խնդիրը, որը սակայն այսօր իր իշխանությանը հաջողվել է հաղթահարել, թերևս ակնարկելով Ղարաբաղի հարցում իր որդեգրած դիրքորոշումը։ Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Փաշինյանը 2022-ին Պրահայում ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Երկար տարիներ, օրինակ, մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում։ Բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն եւ տեխնիկա վաճառել, եւ նման դիրքորոշման անկյունակարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը
որ մենք ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ եւ սրա պատճառն այն է, որ մենք բոլոր արտաքին հարաբերությունների հիմքում դնում ենք 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության լեգիտիմ խնդիրը։ Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովին, որն ի դեպ փակ էր լրագրողների համար, մասնակցում էին տարբեր նախարարությունների եւ պետական հիմնարկների աշխատակիցներ։ Միջոցառմանը ներկայ էին երկրի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը, ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետերը, ազգային ժողովի նախագահը եւ այլք։ Տարածված կադրերից երևում էր, որ մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր։ Ազատությանը մարզահամերգային համալիրի տնօրենը տեղեկացրեց, որ այսօրվա միջոցառումը նախատեսված էր 7500 մասնակցի համար։ Իդեպ, դիմելով պետական հիմնարկների աշխատակիցներին, Փաշինյանը շեշտեց, որ նրանք մի ընդհանուր գործ են անում, իսկ այդ գործի արդյունավետության համար մի կարևոր նախապայման կա՝ պետության մասին ռազմավարական ընդհանուր պատկերացումն ու գաղափարաբանությունը։ Ապա Փաշինյանը սահմանեց պետական ծառայողների մակրոնպատակը, այն է ապահովել Հայաստանի հարատևությունը։ Մեր նպատակն է, որ մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին շարունակաբար գոյություն ունենա 50 տարի, 100 տարի, 150 տարի, 500 տարի, 1000 տարի եւ դրանից անդին։ Կեսօրից մեկնարկած պետական ծառայողների ներկայացուցիչների առաջին համաժողովին շտապող մասնակիցներից շատերը անկեղծորեն խոստովանում էին, որ տեղյակ չեն, թե ինչի համար են կանչվել մարզահամերգային համալիր։